Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր Երևան քաղաքի քաղաքապետի տեխնացու ելք դաշինքով առաջադրված Նիկոլ Փաշինյանն է։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Փաշինյան, մի քանի օր առաջ արված ձեր հայտարարությունը կամ կոնտրհայտարարությունը ընտրակաշառքների դեմ, որ դուք պատրաստվում եք քաղաքապետ դառնալու դեպքում ձեր ծրագրում կետ եք ներառել, քաղաքապետ դառնալու դեպքում սոցիալական աջակցություն տալ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կգան դիմում կներկայացնեն, որ քվեարկել են իրենց խղճի մտոք եւ չեն ենթարկվել իշխանության ճնշումներին եւ չեն վերցրել գումար կամ վերցրել, բայց այնուամենայնիվ քվեարկել են իրենց խղճի մտոք, կունենան կստանան սոցիալական աջակցություն 15000 դրամի չափով։ Այս աննախադեպ չսպասված եւ բավական խնդրահարույց հարցը կարծես թե խնդիր առաջացրեց ձեր հատկապես գաղափարական համագիրների շրջանում եւ մի քանիսը կամ մի քանի տասնյակ համագիրներ հայտարարեցին արդեն, որ հիասթափված են եւ դուք որևէ բանով չեք տարբերվում հանրապետական կուսակցության ձեր գործունեությունը չի տարբերում կուսակցության հանրապետական կուսակցության գործունեությունից, որովհետեւ ընտրակաշառքի դեմ առաջարկում եք ընտրակաշառք նման արձագանքը ձեր համագիրների շրջանից ակնկալվել էր, կանխատեսելի էր եւ ինչ եք անում նրանց վերադարձնելու համար։ Գիտեք, մենք իհարկե հասկանում ենք, որ առաջարկը ի սկզբանե կարող է շոկային տպավորություն թողնել եւ նաեւ ըմբռնումով ենք վերաբերվում բոլոր այդ գնահատականներին եւ հարգանքով ենք վերաբերվում այդ տեսակետներին եւ կարծիքներին, բայց իրականում այստեղ խնդիրը հետեւյալն է, որ մենք հենց այդ քաղաքացիների ձայնը պաշտպանելու համար ենք գնացել նման քայլի։ Ինչու՞։ Որովհետև, այսպես ասած, եթե պայմանականորեն ձևարկենք բացառապես սեփական քաղաքական համոզմունքների բերումով քվեարկող քաղաքացիների ձայնը, արդեն 17 տարի Հայաստանի ընտրական process-ում որոշիչ չէ, որովհետև ընտրակաշառքով Այսինքն նրանք չեն որոշում կայացնել, նրանք ովքեր քաղաքական մտածողության արդյունքում են քվեարկում, նրանք չեն փաստացի կայացնում որոշումները առնվազն 50+1-ի ֆորմատով, այլ կայացնում են խորհրդանական վերջին ընտրությունները ցույց տվին, որ կայացնում են նրանք, ովքեր իրենց սոցիալական եւ այլն վիճակի բերումով ստիպված են ընտրակաշառք վերցնել։ Հիմա եթե մենք այս ընտրակաշառք վերցնող քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս, ձեռք ենք մեկնում դուրս գալ ընտրակաշառքի փոսից, նշանակում այդ ձեր նշած քաղաքացիները նրանց ձայնը դառնում է վճռորոշ։ Սրանում է ամբողջ բանաձևը։ Պարոն Փաշինյան, տեսեք, դուք խոսում եք գումարի համար ընտրություն կատարած քաղաքացիների մասին, որոնք եթե ունենան այլ ընտրանքային գումար, գուցե ընտրություն կատարեն հօգուտ իրենց գաղափարների, հայացքների խղճի կամ ոչ հօգուտ հանրապետական կուսակցության, բայց ի վերջո վերջին խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ խնդիրը միայն գումար չէ, գումար պլյուս ճնշումներ, գումար գումարած վարչական ռեսուրս, գումար գումարած թաղային հեղինակություններ, գումար գումարած այլ տեսակի վերահսկողություններ, ընտրախախտումներ։ Ինչպես է հնարավոր կամ դուք պատկերացնում եք արդյոք եթե այնուամենայնիվ X թվով քաղաքացիներ գնան ձեր հորդորին եւ քվեարկություն կատարեն հօգուտ իրենց խղճի, պատկերացնում եք ինչպիսի տերոր կսկսվի, ինչպիսի հետապնդումներ կսկսվեն այդ քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ի վերջո Հանրապետական կուսակցությունը գիտի ում է գումար տվել, ովքեր են ցուցակով ներկայացված են քաղաքացիները եւ ինչպես եք պաշտպանելու նրանց։ Արդյոք նրանք կրկնակի չեն հայտնվում հարվածի տակ։ Երևան քաղաքում, երբ որ ես Երևանի քաղաքապետ եմ, ուրեմն ես կկարողանամ Երևան քաղաքի բնակիչներին պաշտպանել վարչական ճնշումներից։ Դուք պատկերացնում եք, որ մենք Երևան քաղաքում լինենք իշխանության եւ որևէ մեկը Երևան քաղաքում ենթարկվի վարչական ճնշման, դուք խոսում եք ֆանտաստիկայի մասին։ Ֆանտաստիկայի մասին եք խոսում։ Ով իմ քաղաքապետ լինելու պարագայում որևէ մեկին վարչական ճնշման կենթարկի, իսկ ինչա ձեր մտքով անցնում։ Նախ դուք ինքներդ եք, ովքեր են վարչական ճնշման ենթարկողները։ Մարդիկ ովքեր մի րոպե կներեք։ Վարչական շրջանի քաղաքապետարանի աշխատողներ, վարչական շրջանի ղեկավարի այսպես ասած թաղապետարանի աշխատողներ, համատիրության ղեկավարներ, քուչայական ինչ որ այդ խողովակներով եկած մարդիկ։ Այսինքն որևէ մեկը մտածում եք իմ քաղաքապետ լինելու պարագայում կարա Երևան քաղաքում թպրտա։
Իսկ ինչ եք անելու այն մարդկանց հետ, ովքեր զինծառայողներ ունեն բանակում, ովքեր այլ հարաբերություններ ունեն Երևան քաղաքի պաշտոն, Երևանի քաղաքապետը։ Երևանի քաղաքացիների Երևանի քաղաքապետը այն պարագայում, երբ ինքը քաղաքական ֆիգուր է, ունի քաղաքական որոշակի ինքնուրույնություն եւ Երևան քաղաքի բնակիչների վստահության քվե, ինքը փաստացի հանրապետության երկրորդ կամ երրորդ պաշտոնյան է։ Եթե դուք մտածում եք, որ հանրապետության երրորդ պաշտոնյան չի կարող մարդկանց աջակցել ճնշումները հաղթահարելու գործում, որը ընդ որում լիազորություններ ունի նաև պաշտպանության բնագավառում, սա ասում եմ ծառայությունների հետ կապված։ Լիազորություններ ունի, որ Տարոն Մարգարյանը մինչև մեկ չգիտի էլ ինքը, որ պաշտպանության ոլորտում լիազորություններ ունի։ Ինքը իրան թվում է, թե իր միակ լիազորությունը իրանց տան համար գոլդ համարով հասցե հանելն է։ Դուք, այսինքն, այդ նույնն է, որ ոնց որ մոտավորապես ինձ ասեք, որ վարչապետ դառնաք, ոնց եք մարդկանց պաշտպանելու ճնշումներից, հենց տենց ուղղակիորեն պաշտպանելու են։ Ես ուզում եմ, ես կներեք, ես նույնիսկ այսօրվա падգամավոր եղած կարգավիճակով կարող եմ մարդկանց պաշտպանել ցանկացած ոտնձգությունից, եթե մարդիկ մի քայլ անեն եւ դիմեն ինձ եւ հաղթահարեն պատմելու այն ամեն ինչ որ իրենց հետ տեղի է ունեցել։ Առավել ևս Երևանի քաղաքապետ լինելու պարագայում ես այնպես կպաշտպանեմ, որ այդ վարչական լծակներ գործադրողները ուղղակի շատ զարմացած կմնան։ Պարոն Փաշինյան, կներեք կփշաքաղվեն ուղղակի։ Կներեք բարիս համար, բայց կարծում եք արդյոք բարոյականն է քաղաքացիների մի ստվար մասի դիտարկել որպես ծախվածներ, կոպիտ ասած, եւ առաջարկել ծախվել ոչ թե Տարոն Մարգարյանին, այլ Նիկոլ Փաշինյանին կամ Ելքին, արդյոք առաջարկը կոռեկտ է։ Երբեք չենք ասում, որ մենք այդ սոցիալական օժանդակությունը մենք տրամադրելու ենք մեր օգտին քվեարկածներին։ Մենք ասում ենք, որ ցանկացած մարդու եթե որևէ մեկը իր համոզմունքով գնացել եւ քվեարկել է Տարոն Մարգարյանի օգտին եւ ինքը հետո գալիս է ու դիմումի մեջ էլ գրում է կամ բանավոր ասում է ես Տարոն Մարգարյանի օգտին եմ քվեարկել, բայց ընտրակաշառքով չեմ քվեարկել։ Ինքը այդ նույն կատեգորիայի մարդկանց մեջ չի մտնում։ Եվ խնդիրը ամենևին էլ ծախվածության մեջ չէ։ Եվ բարոյական առումով, եթե բարոյական հարթությունը շատ կարևոր է այս առումով, իհարկե, ես կարծում եմ, որ այս բարոյական առումով նույնպես անխոցելի առաջարկ է, որովհետև անբարոյական է այդ մարդկանց թողել այդ ընտրակաշառքային համակարգի երախի մեջ։ Մենք մեր ձեռքը մեկնում ենք, պարզում ենք, որպեսզի մարդիկ այդ ընտրակաշառքային փոսից դուրս գալու հնարավորություն ունենան։ Տեսեք, մոտավորապես իսկ բարոյական է արդյոք փրկագին վճարել պատանդի կարգավիճակում հայտնված մարդուն ազատելու համար։ Արդյոք դա բարոյական է, իհարկե այո։ Իսկ բարոյական է արդյոք մարդուն հնարավորություն տալ, որ ինքը ունենա հնարավորություն ինքն իրեն ազատագրելու որևէ վարչական եւ ընտրակաշառքային լծակից, իհարկե այո։ Որտեղ մենք չենք կարող, հակառակ դեպքում տեսեք, բացառիկ երևույթ է տեղի ունեցել, բացառիկ։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը գտել է կոնկրետ մեխանիզմ ընտրակաշառքի դեմ։ 17 տարի ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում նաև ես, շատ, այսպես ասած, տեսական պատասխան են տալիս հարցին, թե ինչպես եք դուք, երբ որ դուք մեզ հարցնում եք, ինչպես եք դուք պայքարելու ընտրակաշառքների դեմ։ Մենք հիմա ունենք կոնկրետ պատասխան։ Միջև հիմա մեր պատասխանը տեսական էր եւ իմիջայլոց այդ պատասխանի բացակայությունը շատ դեպքերում մեր հասցեին ձևակերպում էր այսպիսի մեղադրանք։ Դե պարզ է, դուք գնում եք ընտրություններին մասնակցելու, որ մի 15-20% զեն հավաքեք, յոլա գնաք։ Ոչ, մենք գնում ենք հաղթելու։ Եվ մենք գնում ենք հաղթելու, եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ մեխանիզմը, ընտրակաշառքի մեխանիզմը չաշխատի։ Եվ ես շատ ցավում եմ, որ մենք սա այս մեխանիզմը այսպես չենք մշակել խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ու գուցե նաև այն էր պատճառը, որ շատերը ելնում էին այն կանխավարկածով, որ մեկը մարդիկ դե ընտրակաշառք կվերցնեն, կգնան ում օգտին ուզում են կքվեարկեն։ Եվ ասեմ, կներեք, գիտեմ, որ հարց ունեք, բայց ուղղակի միտքը ավարտելու համար, տեսեք, այսպեսի մի երևույթ կա։ Ենթադրենք
ուզում ենք մենք դասական երաժշտություն լսող ենք եւ ուզում ենք որ այսպես ասած ռաբիզի մեջ տապակվող ժողովրդին փորձենք դարձնել դասական երաժշտության ունկնդիր։ Մենք պետք է նրանց հետ այս թեմայով խոսակցություն ունենանք, ճիշտ է։ Շատ կարևոր է, եթե մենք հիմա գնանք եւ միանգամից նրա հետ խոսենք նոտաներով, նա չի հասկանա մեզ։ Մենք պետք է իր հետ խոսենք հասկացություններով, որ իրեն པարզ կլինի։ Եվ հետեւաբար մենք պետք է մարդկանց հետ խոսենք այնպիսի հասկացություններով, որ հասանելի լինի նրա վիճակին, զգացմունքներին եւ գիտակցությանը։ Շատ լավ, պարոն Փաշինյան, տեսեք դուք ասում եք մենք ընտրողներին չենք առաջարկում գալ եւ ընտրել ելքին, այլ առաջարկում ենք կատարել ազատ ընտրություն, որից հետո իրենք կստանան դրամական խրախուսանք։ Այ եթե քաղաքացիները, այսինքն դուք առաջարկում եք ստանալ դրամական խրախուսանք, եթե դուք կլինեք քաղաքապետ։ Ոչ թե խրախուսանք, իսկ եթե ստացվի, որ քաղաքապետ լինի, ասենք Զարուհի Փոստանջյանը, ինչ եք անելու այն քաղաքացիների հետ, ովքեր գնացել եւ չեն ընտրել Տարոն Մարգարյանին։ Եվ վերջո պայմանը հետեւյալն է՝ չընտրել Տարոն Մարգարյանին։ Տեսեք, մեր մեխանիզմը հետեւյալն է, այսինքն մենք տալիս ենք նախընտրական խոստում, հիմա մենք ինչ ենք ասում։ Ասում ենք մետրոյի նոր կայարան կկառուցենք, մինչև 2020։ Այնուամենայնիվ ասում եք ընտրեք մեզ։ Կներեք, ասում ենք մետրոյի նոր կայարան կկառուցեք, եթե դառնամ ես քաղաքապետ, ավագանիում մեծամասնություն վերցնենք, մետրոյի նոր կայարան կկառուցենք։ Հիմա դուք ձեր հարցը հետեւյալն է, բա ինչ եք անելու, եթե հանկարծ չընտրեք, ոնց եք կառուցելու մետրոյի նոր կայարանը, չեք կառուցելու։ Չէ, պարոն Փաշինյան, դուք ասում եք մենք ընտրողին չենք ասում ընտրեք մեզ Տարոն Մարգարյանի փոխարեն, եթե դուք այն խմբից եք, ովքեր գումարով են ընտրում։ Չէ, կներեք։ Մենք չենք ոչ թե չենք ասում, մենք ասում ենք ընտրեք մեզ, բայց մենք չենք ասում միայն մեզ ընտրողներին ենք, այդ մետրոյի կայարանը չենք ասում միայն մեզ ընտրողների համար են կառուցելու։ Կներեք, ներողություն, միտքը ավարտեմ։ Վաճառվեք մեզ, ոչ թե Տարոն Մարգարյանին։ Կներեք, ես կոռեկտ չեմ համարում ձեր ասածը, ինչ է, իսկ որներից է վաճառում։ Դե ուրեմն նույն տրամաբանությամբ, երբ որ մենք մարդկանց ասում ենք մետրոյի կայարան կկառուցենք, ասում ենք վաճառվեք մեզ, երբ որ ասում ենք, որ վերելակների արտադրություն կհիմնենք եւ ձեր վերելակները հերթով կփոխենք, ասում ենք վաճառվեք մեզ, երբ որ ասում ենք գազելների մեջ կռացած երթևեկելու փոխարեն, մենք ձեզ կտանք արժանապատիվ տրանսպորտ, ասում ենք վաճառվեք մեզ, երբ որ կներեք, մի հատ լիազորությունների պարտականությունների շրջանակում է, այնինչ դուք առաջարկում եք դա քաղաքացիների քվեի դիմաց արվող քայլ է։ Կներեք, իսկ մետրոյի կառուցումը քաղաքացիների քվեի դիմաց արվող քայլ չի։ Բայց դա մտնում է քաղաքապետի պարտականությունների։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը ունի լիազորություններ եւ պարտավորություններ քաղաքացիների սոցիալական աջակցության եւ սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այսինքն Երևանի քաղաքապետը ընդհանրապես այդպիսի ոլորտ չկա Երևան քաղաքում, որի հետ կապված լիազորություն չունենա։ Եվ ձեր առաջարկը տեղավորվում է այդ լիազորությունների շրջանակում։ Միանշանակ, ես ձեզ ուզում եմ ասել, որ մեր առաջարկը միանգամայն իրավական եւ օրինական է։ Գիտեք ինչ են ասում, ասում են, հա, փաստորեն օրինական ընտրակաշարք եք առաջարկում, հա։ Օրինական եւ ընտրակաշարք բառերը իրար կողքի դնելը դա արդեն տրամաբանական եւ քաղաքական սխալ է, որովհետեւ ընտրակաշարքը չի կարող լինել օրինական։ Այն ինչ օրինական է, չի կարող լինել ընտրակաշարք, սա պարզ տրամաբանություն է։ Շատ լավ, մի վերջին հարց, պարոն Փաշինյան։ Ամեն ընտրությունից առաջ, գոնե 2008-ից սկսած, եղել են քաղաքական ուժեր, ովքեր առաջարկել են քաղաքացիներին վերցնել գումար եւ ընտրությունը կատարել ազատ, առանց վախենալու, որ իրենց ձայնը կարող է վերահսկվել, կարող են բացահայտվել եւ այլն։ Այդ քայլը չի աշխատել առ այսօր։ Մարդիկ վախեցել են, որ այնուամենայնիվ հանրապետականը կգտնի մեթոդներ բացահայտելու իրենց քվեարկությունը եւ պատասխանատվության կանչելու։ Ինչ վստահություն ունեք, որ այս անգամ ձեր առաջարկը կաշխատի եւ արդյոք մտավախություն չունեք, որ սա կդառնա եւս մեկ հավելյալ կետ հանրապետականին հղում անելու, որ տեսեք նույնիսկ եղավ այլընտրանքային մեխանիզմ ընտրակաշարքի դեմ պայքարելու, բայց քաղաքացիները ընտրեցին մեզ, հետևաբար Հայաստանում մենք միշտ ընտրվել ենք օրինական եւ երբևէ չենք վերարտադրվել կեղծիքների ճանապարհով։ Արդյոք սա վտանգավոր քաղաքական խախտում է։ Ես արդեն ասացի, որ մի բանի համար ցավում եմ, որ մենք ընդամենը Երևանի քաղաքապետի ընտրություններից 12 օր առաջ ենք այս մեխանիզմը առաջարկել եւ մենք հիմա խնդիր ունենք դրա հանրայնացման եւ հասանելի դարձնելու իմաստով։
Ինչ հարցի առաջի մասը որ քաղաքական շահարկումների կենթարկվի, եթե հանկարծ այնուամենայնիվ չաշխատի եւ հանրապետականը կասի, որ երբևէ քաղաքացիները չեն ընտրել ընդրակաշարքով, այլ իրենք ընտրել են իրենց։ Դա հիմա հանրապետական ասում է, որ քաղաքացիները ընտրել են իրենց ընդրակաշարք։ Չէ, իրենք կունենան հավելյալ լծակ, ասեն, տեսեք, եղավ առաջարկ, ընտրեցին մեզ, էլ ինչ եք բողոքում։ Խնդիրը հետեւյալի մեջ է, որ այս քաղաքական process-ը իր արդյունքները պետք է ցույց տա, որևէ մեկը չի կարող բացառել ռիսկերը։ Իհարկե, որոշակի ռիսկեր պարունակում է, եւ այդ ռիսկերից ամենամեծը այն է, որ մարդկանց կարող է եւ հասանելի չլինել։ Եթե ես հիմա համոզված լինեմ, որ Երևան քաղաքի բոլոր ընտրողները գիտեն այս առաջարկի մասին, այդ տեսակետը գուցե իրոք քննարկելի կլինի, բայց ես համոզված չեմ, եթե այդպես չլինի, կարող է լինել նաև մեկնաբանություն, որ պարզապես այս առաջարկը բավարար չափով չհասցրեցրինք հանրայնացնել բոլորի շրջանում, նաև այն ձեր ասացի հաստատված ընտրողների շրջանում նույնպես չհասցրեցինք մանրամասն ներկայացնել, թե սա ինչ է եւ ինչի համար է, եւ ես այդ առումով շնորհակալ եմ ձեզ, որ ինձ այսօր հրավիրել եք հարցազրույցի եւ շանս եք տվել, որ եւս մեկ անգամ բացատրեք բավականին մեծ լսարանի առաջ ներկայացնենք։ Իսկ ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության փաստարկներին, գիտեք ինչ, հանրապետական կուսակցությունը ինչի փաստարկների կարիք ունի։ Մենք չգիտենք հանրապետական կուսակցությունը ոնց է ընտրվել, ոնց է ընտրվում եւ ոնց է ընտրվել։ Այսինքն հիմա այդ փաստարկների Սերժ Սարգսյանը, որ փաստարկ չի ունենում, ասում է՝ «Իա, իրոք»։ Հիմա ինչ ասեն, կարող են ասեն՝ «Իա, իրոք»։ Հիմա ասենք, բա դուք էլ ինձ հարցնեք, ասեք, բա Սերժ Սարգսյանին եւս մի անգամ «Իա, իրոք» ասելու բան տվեցիք, հնարավորություն տվեցիք, հա դե հիմա Սերժ Սարգսյանին 10 չտաս, ինքը ասելու է «Իա, իրոք»։ Շատ լավ, պարոն Փաշինյան, դառնանք Երևան քաղաքի ընտրություններին, քանի որ ընդամենը 1 օր հետո լռության օր է եւ հետո ընտրություններն են։ Շրջելով Երևան քաղաքում եւ դրանից առաջ էլ հնարավորություն ունեիք եւ Երևանում եւ Հայաստանում, ովքեր են ձեր թիրախային ընտրողները, ինչ սոցիալական խումբ են ներկայացնում եւ ինչ թիվ են կազմում։ Դե դա ցույց կտա ընտրությունների արդյունքները, ընդհանրապես գիտեք, այդ քաղաքականության մեջ կան մաթեմատիկական հաշվարկներ, բայց ես երբեք անկեղծ եմ ասում, քաղաքական իմ գործունեության ընթացքում երբեք այդ հաշվարկների մեջ չեմ մտել, որովհետև ինձ համար քաղաքականությունը առաջին հերթին բովանդակային եւ հոգեվոր որոշակի բովանդակություն պարունակող մաս է։ Երբեմն նույնիսկ այդ բովանդակությունն է ավելի կարևոր, բայց ես որ հարց տվեցիք, ուրիշ բան հիշեցի։ Հարյուրավոր ընտրողներ, տեսեք, որ մենք գնում ենք բակից, մենք մեզ ողջունում ենք, մեզ օթային համբուրները նողակում ստանալով պատասխան, բայց մարդու պատոհանին, որ նայում ես, պատշգամբին, պատոհան, արդեն մոտավոր պատկերացում ես կազմում, թե ինքը ինչ սոցիալական վիճակում է։ Եվ անկեղծ ասած, այդ միկրոֆոնով խոսելիս երբեմն ես նայում եմ այդ մարդկանց ու մտածում եմ, ասում եմ, հիմա այս մարդուն գալու են եւ իր սոցիալական վիճակից բերումով գալու են եւ առաջարկելու են ընտրակաշարք։ Այդ մարդ հաստատ խնդիր ունի իր երեխայի համար կոշիկ առնելու եւ բազմաթիվ հոսանքի վճար վճարելու եւ ես մտածում եմ հիմա ինքը մեզ ողջունում, ես մտածում եմ արդյոք սենց բարոյական է, որ այս բովանդակության մարդուն ոգևորելը ու հետո այդպիսի ծանր ընտրության առաջ կանգնեցնելը, որ իրեն գալուն ինքը ասի հիմա ինչ, ես այն ողջունին եւ աչքերի վառվող աչքերի տրամաբանությանը ենթարկվեմ, թե իմ երեխայի կոշիկ առնելու կարիքի տրամաբանությանը ենթարկվեմ եւ այդ տեսարաններն են, որ նաև ինձ համոզել են, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով, որ ինքը իմանա, որ ինքը ունի այլ տարբերակ։ Այո, այդ տարբերակը անխոցելի չէ, այո, այդ տարբերակը կարող է նույնիսկ վիրավորական թվալ այն քաղաքացիներին, ովքեր ողջ կյանքում առաջնորդվել են բացառապես այդ վառվող աչքերի եւ մտքի տրամաբանությամբ, բայց ելի եմ ասում, մենք նրան այն մեր կողմից նույնքան սիրելի քաղաքացուն դարձնում ենք դաշնակից այս մյուս խմբի, փորձում ենք դարձնել, կկարողանանք թե չէ, ուրիշ հարց է, ցույց կտա ժամանակը, փորձում ենք դարձնել այս բացառապես միայն ու միայն բովանդակությամբ եւ գիտակցությամբ ընտրող քաղաքացուն, այս ամբողջ խնդիրը։ Շատ լավ, պարոն Փաշինյան, եթե չկարողանաք վերցնել իշխանություն Երևան քաղաքի խորհրդարանում, հաջորդ ընտրությունները 5 տարի հետո են,
կվերցնեք մանդատները կգնաք ավականի եւ ինչպիսի գործունեություն կծավալեք եւ արդյոք ունենալով ազգային ժողովում թիմ եւ ավականիում թիմ կկարողանաք ազդել քաղաքական գործընթացների վրա։ Անձամբ ես Երևանի քաղաքապետի տեխնացու եմ, ես Երևանի ավագանու անդամի տեխնացու չեմ։ Մեր քաղաքական թիմը այո, իր ստացած ձայնը։ Ես նկատի ունեի ելքին։ Կվերցնի մանդատները թե ոչ։ Միանշանակ անպայման եւ մենք գիտեք, ես քաղաքական գործընթացը պատկերացնում եմ աստիճանների ձևով։ Մենք երբեք աստիճանի վերին սանդուղքա հարթակին չենք հասնի, եթե մենք չենք քայլում այդ աստիճանի վրայով։ Սա բոլոր դեպքերում լինելու է մեր հաջորդ հերթական քայլը։ Մենք ուզում ենք, որ դա մեծ քայլ լինի, մենք ուզում ենք, որ դա մեծ ողջավորություն եւ առաջացնի եւ վերջին օրերին մի այսպիսի ձևակերպում էր առաջացել, դա մայիսին հետ էր կապված, երբ որ ասում ենք նախ ձեզ բակերում ասում ենք շնորհավորում ենք մեր հաղթանակի տոների կապակցությամբ եւ եկել ենք ասելու, որ դուք ունեք հնարավորություն մայիսի 14-ին եւս մեկ այս անգամ քաղաքական եւ քաղաքացիական հաղթանակ կերտել Երևան մայրաքաղաքում։ Մենք հույս ունենք, որ Երևանը եւ երևանցին իրենց համար կկերտեն նոր քաղաքական եւ քաղաքացիական հաղթանակի տոն։ Բայց ամեն դեպքում, բոլոր դեպքերում այս ընտրությունները լինելու են ելք դաշինքի հաջորդ քայլը այդ սանդուղքա հարթակին, այդ սանդուղքով բարձրանալու ճանապարհին։ Կլինի դա միջին մեծության քայլ, կլինի դա մեծ թռիչքային քայլ, դա արդեն կախված է ընտրությունների արդյունքից։ Եվ մի վերջին հարց, պարոն Փաշինյան, թեև ամբողջ ընթացքում այս հարցը շատ է ծեծվել, բայց այնուամենայնիվ, քանի որ շեմ չկա, բոլոր մասնակից կուսակցությունները, նկատի ունեմ Երկիր Ծիրանին, Ելք դաշինքը եւ Հանրապետական կուսակցությունը անցնելու են Երևանի ավականու անդամ, ավականի են անցնելու, դառնալու են ավականի եւ այս ընթացքում չստացվեց համագործակցություն Երկիր Ծիրանի կուսակցության հետ։ Առանձին ճակատով եք աշխատելու ավականիում, թե այնուամենայնիվ կգտնեք ընդհանուր եզրեր եւ կփորձեք աշխատել ընդհանուր։ Տեսեք, եթե մենք խոսում ենք քաղաքապետի ընտրության մասին, մենք հենց առաջին օրից արել ենք առավելագույնը, որպեսզի մենք համագործակցություն ստացվի Երկիր Ծիրանի հետ։ Մենք Զարուհի Փոստանջյանին առաջարկել ենք Ելք դաշինքի քաղաքապետի տեխնացուի կարգավիճակը, առաջարկել ենք Երկիր Ծիրանի Ելք դաշինք այդ անունով դաշինք ստեղծել եւ լինել քաղաքապետի տեխնացու եւ նաեւ այլ կոնֆիգուրացիաներ, բայց ցավոք սրտի այդ առաջարկը չի ընդունվել եւ քաղաքապետի ընտրության առումով կարծում եմ, որ այստեղ եւ Զարուհի Տիկին Փոստանջյանի վերջին հայտարարություններ լավատեսություն չեն ներշնչում, թե այս առումով մենք ընդհանուր եզրեր ենք գտնելու։ Այդ առումով կարծում եմ բոլոր նրանք ովքեր ուզում են, որ Երևան քաղաքում իրական փոփոխություն ունի, պետք է մտածեն անդիմադիր կամ հանուն փոփոխությունների տրվող ձայները կոնսոլիդացնելու եւ չփոշիացնելու մասին, որովհետեւ համենայն դեպս մենք տասնյակ քայլեր ենք արել կամ տասնյակ բանի առումով, մեծության առումով քայլեր ենք արել այդ համագործակցությանը հասնելու համար, բայց ցավոք ոչ մի պատասխան քայլ չենք ստացել, ընդհակառակը ստացել ենք հայտարարություններ, որոնք ուղղակի որևէ դրական գնահատականի չեն կարող արժանանալ, բայց մենք չենք կարող դուռը փակել, մենք փակ չենք համարում եւ այնտեղ որտեղ հնարավոր կլինի համագործակցել եւ կլինի մեր գործընկերների կողմից ցանկություն համագործակցելու, ես բացառում եմ, որ որևէ համագործակցություն տեղի չունենա մեր դիրքորոշման պատճառով, դա բացառված է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Փաշինյան եւ հաջողություն ձեզ առաջիկա ընտրություններում։ Շնորհակալություն ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։